Դեկտեմբերի 3-ին 139 բացակակար մոտ 1000 աշակերտ ունեցող Երևանի համար 87 դպրոցում։ Թիվը հիմնականում պայմանավորված է սուր շնչառական վարակներով։ Տնօրենն է պատմում։ Կապ են հաստատում յուրաքանչյուր ծնողի հետ, ճշտում երեխայի առողջական վիճակը։ Բացակաների թիվը սկսել է աճել նախորդ շաբաթվանից։ Մտածում ենք, որ շաբաթ-կիրակի գուցե երեխաները առողջանան ու արդեն դպրոց գան, բայց երկու շաբթի օրվանից պատկերը լրիվ փոխված էր ու բացակայությունները 141, 160։ Որոշ դասարաններ 10-ից ավելի բացականեր ունեին։ Ծնողները մտահոգված երեխաներին դպրոց են ուղարկում զուտ բացակայություն չունենալու համար։ Իսկ այդ երեխաները մանկապարտեզների պես կողքի նստածին վարակելով այս ֆիլտրը ավելի շատանում է։ Հիվանդ երեխաներին տուն են ճանապարհում դռան մոտից։ Դռների մոտ ընդունում ենք երեխաներին, իրականացվում է ջերմաչափները կպած են պատերին։ Այդպես ջերմաչափում է, եթե լինում է ջերմող երեխա, միանգամից ուղարկում ենք տուն։ Համաճարակային վիճակը ոչ միայն այս դպրոցում է մտահոգիչ։ Դեռ շաբաթվա սկզբին հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը տարածեց նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում այս պահին գրանցվել է 55,030 բացակա, որոնցից 11,033-ը սուր շնչառական վարակների պատճառով։ Իսկ առհասարակ հիվանդության առավել բարձր ակտիվություն արձանագրվել է Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, սակայն առաջին տեղում Երևանն է։ Դեպքերի 81%-ը մինչև 18 տարեկաններն են։ Նրանք գերակշռում են նաեւ հոսպիտալացվածների թվում 91%։ Օրինակ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այս պահին բուժում է ստանում 15 երեխա։ 3 հիվանդի մոտ գրիպ անհաստատված է, թոքաբորբով հիվանդները ընդամենը մեկն են։ Վարակաբանը մանրամասնում է, գրիպն ունի սուր սկիզբ։ Սկսում է շատ կտրուկ բարձր ջերմությամբ, որը պայմանավոր նաև շատ դժվար է ենթարկվում ջերմիչեցնողների, անկառավարելի հեկտիկ ջերմություն։ Կատարած երևույթները գրիպի դեպքում խիստ արտահայտված չեն, ինչպես դա օրինակ կովիդի ժամանակ է հարբուխը, քթահոսությունը, այստեղ ավելի շատ լինում է բարձր ջերմություն, մկանացավեր, հոդացավ, գլխացավեր, երեխաների մոտ կոկորդի ցավեր, 4 սպաստիկ հաս։ Խորհուրդները նույնն են, բժիշկն է նշում, հիվանդ լինելու դեպքում չհաճախել աշխատանքի, դասի եւ այլ վայրեր, կամ գոնե կրել դիմակ։ Եթե օրինակ երեխան 1-2 օր ջերմում է, ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել բժշկի։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնն էլ հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Իրավիճակին Facebook-ում անդրադարձել է առողջապահության նախարարը, ընդգծել, որ սուր շնչառական վարակների սեզոնին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել համաճարակային ֆիլտր, որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։